Կարլոտա Բերտոտին երկար տարիներ ապրում էր մշտական լարվածության ու վախի մեջ։ Նա հավատում էր, որ մարդիկ իրեն չեն ընդունի իրենց ծննդից ուղեկցող մեծ կապտամանուշակագույն նշանի պատճառով։ Այդ նշանը, որը հայտնի է որպես օտայի նևուս, ծածկում էր նրա դեմքի մի ամբողջ հատվածը, եւ Կարլոտան դեռ մանկուց այն համարում էր իր ամենախոցելի կողմը։ Տարիներ շարունակ նա չէր կարողանում դուրս գալ տանից առանց մի քանի շերտ տոնային կրեմի, կարծելով, թե միայն այդպես կարող է անտեսանելի դառնալ ուրիշների համար։ Մինչ երեխաները խաղում էին ու բացահայտում աշխարհը, Կարլոտան մտքում մի բան էր կրկնում. եթե մարդիկ տեսնեն իրական ինձ, նրանք կհեռանան։ 8 տարեկանից սկսած նրա առավոտները սկսվում էին երկարատև դիմահարդարման տանջալի պրոցեսով։ Նա 2 ժամ կանգնում էր հայելու առաջ, փորձելով ամբողջությամբ պատել այն, ինչ իրան խանգարում էր ազատ շնչել։ Այդ զրահը դարձավ նրա ամենօրյա ուղեկիցը։ Նա չէր գնում դպրոց, չէր մասնակցում միջոցառումներին եւ նույնիսկ մոտիկների հետ չէր հանդիպում առանց կապույտ նշանը թաքցնելու պարտադիր արարողության։ Նա իրեն մշտապես զգում էր սխալ, անպաշտպան, մերժված։ Եվ այդ ներքին ցավը խորանում էր ոչ միայն հասարակության արձագանքից, այլ նաև սեփական կորսված ինքնությունից։ Ուժեղ փորձությունը, որը փոխեց ամեն ինչ։ Արդեն դժվար կյանքին ավելացավ նոր հարված։ Կարլոտան ընդամենը 12 տարեկան էր, երբ բժիշկները հայտնաբերեցին մենինգիոմա, ուղեղում զարգացող բարորակ ուռուցք։ Վիրահատությունից հետո նրա դեմքի մի մասը պարալիզացվեց, եւ նա 2 շաբաթ մնաց արհեստական կոմայի մեջ։ Երբ գիտակցության եկավ եւ առաջին անգամ նայեց իր արտացոլանքին, զգաց, որ ծնունդով ունեցած ցավն այժմ կրկնապատկվել է։ Ես հայելու մեջ մի արարած տեսա, որը չեմ ճանաչում։ Այնպես էի կարծում, որ աշխարհը երբեք չի կարող ընդունել նման մարդուն, հիշում է նա։ Դպրոցականությունն անցավ պայքարելով ոչ թե դասերի, հասակակիցների հետ, այլ սեփական ներսի փոթորիկներով։ Նա նորից ու նորից փորձում էր փոխել իր տեսքը, գունավոր լինզաներով, այլ դիմահարդարմաններով, լուսանկարչական անկյուններից խուսափելով։ Բայց այն փորձը ավարտվում էր նույն արդյունքով՝ հիասթափությամբ եւ մենակությամբ։ Թունավոր հարաբերությունը, գինը, որը նա կարծում էր, թե պետք է վճարի։ Տարիներ անց Կարլոտան հարաբերությունների մեջ մտավ մի տղամարդու հետ, որ իրենից մեծ էր 13 տարով։ Նա կարծում էր, եթե ինչ-որ մեկը պատրաստ է իր կողքին մնալ, ապա դա արդեն բավարար է, նույնիսկ եթե այդ հարաբերությունները լի են նվաստացման։ Նրա զուգընկերը անընդհատ հիշեցնում էր իր թերությունների մասին, ծաղրում էր իր արտաքին տեսքն ու ստվերում էր իր անձը։ Կարլոտան երկար ժամանակ հավատում էր, որ այդ ցավը արդարացված է, որ նա արժանի չէ ավելիի, որովհետև տարբերվում է։ Նա հանակերպվում էր, որովհետև իրեն թվում էր իրական սերը իր կյանքի համար անհասանելի բան է։ Իսկական շրջադարձային պահը։ 2018-ին նրա ներսում մի բան կոտրվեց։ Տարիների լռությունից, թաքնվելու անհրաժեշտությունից, դիմակ կրելու հոգնածությունից հետո նա որոշեց վերջ տալ ինքնախաբեությանը։ Նա կանգնեց հայելու առաջ եւ ասաց ինքն իրեն. «Գուցե աշխարհի խնդիրն է, ոչ թե իմը»։ Այդ օրը նա որոշեց հրաժարվել տոնային կրեմի օրինաչափ կախվածությունից։ Ստեղծեց սոցիալական էջ, որտեղ առանց վախի ու խուսափելու սկսեց ներկայացնել իր իրական դեմքը։ Սկզբում դա փոքր քայլ էր, բայց ըստ էության դա դարձավ իր կյանքի ամենաազատարար քայլը։ Նրա անկեղծությունը մեծ արձագանք գտավ։ Մարդկանց մեկնաբանություններն ու շնորհակալությունը օրեցօր աճում էին։ Այսօր նրա էջին հետևում են ավելի քան 320,000 մարդ, որոնք նրան տեսնում են որպես ուժի, ինքնասիրության եւ սրտի մեծության օրինակ։ Նրա պատմությունը փոխեց իմ կյանքը։ Նայելով նրան, հասկանում եմ, որ պետք չէ որևէ բանի համար ամաչել։ Ինքնասիրությունը ամենամեծ ազատությունն է։ Նոր դռներ, նոր կյանք։ Ժամանակի ընթացքում Կարլոտային նկատեցին նաև մոդելային կազմակերպությունները։ Նրա բնական, անկեղծ եւ եզակի տեսքը դարձավ հենց այն ուժը, որը մի օր նա փորձում էր թաքցնել։ Այսօր նա գործակցում է միջազգային ապրանքանիշներ, Dyson, Garnier-ի հետ եւ այլևս չի ամաչում կանգնել տեսախցիկի առաջ։ 2023-ի սեպտեմբերին Կարլոտան հրատարակեց իր գիրքը «Անջնջելի», որտեղ ներկայացրել է ոչ միայն իր կենսագրությունը, այլ նաև թե ինչպես կարող է մարդ հաղթահարել սեփական սահմանափակումները եւ վերածել դրանք ինքնավստահության աղբյուրի։ Կարլոտայի ուղերձը աշխարհին։ Նրա պատմությունը մեզ հիշեցնում է, որ արտաքին թերությունը հաճախ պարզապես պատմություն է, որը մենք սխալ մեկնաբանել ենք։ Կարլոտան դեպի ինքնասիրություն գնաց ամենադժվար ճանապարհով, բայց այսօր իր օրինակով ներշնչում է հազարավոր մարդկանց ստվերից դուրս գալու եւ իր սեփական իրական կերպարով աշխարհին ներկայանալու։